Արցախը Հայաստանը եւ վեր, դա շատ լուրջ գործոն է։ Դա իրավունք է տալիս։ Նաեւ նրան, որ որպես ուժով է հանդես եկել։ Անդրու ամրես, դու ասեցի, որ նրանք տերորիստ են, ուրեմն իզրեցական են։ Բանը այնտեղ է ասել, որ Հայաստանում բնականon է հնչում։ Ձերքերը թերու հայ ժողովրդի։ Դուք պատկերացնում եք, Հայաստանի իբրև թե ընտրյալ վարչապետի հայ մարդը, թեկուզ մի հոգի, համարձակում է ասել ձերքերը թերու հայ ժողովրդի։ Փետրվարի 18-ին Տիրոջ կանցով, Մարկյան Սարով բնականության ժամլետ մի 15 րոպե հետապնդել ենք, այստեղ կլինեն մարդիկ, որոնք հիմնականում ծիվի բան ծծա, որ իրավախախ վարչապետ մեզ պետք չի։ Եվ դրա համար ասում են, մենք քեզ հետ գործ ունենք, դու մեզ հետ գործ ունես։ Դա է հիմնականը։ Աշխարհը պիտի իմանա, որ իրենց կողմից բառապանող նույնիսկ հայության դեմ գործողությունների հետևողականություն ապահովելու համար, հակահայկական գործողությունների համար, Ամերիկայի նկարամին դեպի հետո փոխ վարչապետ։ Ես փոխ վարչապետներ հանդիպ տեսել եմ։ Քուելի, Շեյդի, Նետիկորեն վերաբերում որ նրանք իմ հանդեպ են ունեցել, որ աշխարհում բոլորն են եկել հանդեպ են վերաբերում չի եղել։ Տանտեր վկայություններ տեսել եք բոլորը։ 300 միլիոն մարդու ազատագրման գործընթացը ստելու համար մենք այդ փոխվելու ենք։ Հիմա եկել են մի փոխ նախագահ եւ դնում եք ցեղասպանություն իրականացան պետության այսօր ցեղասպանություն իրականացան։ Այսօր այդ կողմից այդ մարդուն ասում են շնորհակալություն դուք լավ բանակ ունեք։ Անուայգորեն դա նշանակում է լավ արեցիք ցեղասպանություն իրականացին։ Այս բոլորը չի է դրանք է, որ մեր իշխանությունների ձեռքերը այդուհի հեռացնացին, ձեռքերը բերում այդուհի։ Ոչ իրավախախությունների, ոչ հարկային տերորի, այսօր ես գնացել է ինչի մասին խոսում են նրանք, անդերը վերում են նույն դաշնացներ մարդիկ են կարողանում ապրել։ Իլխոն բացում է, մնացյալը բոլորը մտածում են ինչպես տարի ասել է։ Ինքնորոշման մերժումը Արցախում, աշխարհի որևէ հատվածում, եթե ինքնորոշումը մերժվում է, նշանակում է սկսում է ցեղասպանությունը։ Եվ տեսեք, Հայաստանը ունի քաղաքականավորներ ունենում են միայն բռնապետությունները։ Չես կարող լինել բռնապետություն եւ միաժամանակ լինել ժողովրդավարական պետություն։ Իսկ եթե դու ժողովրդավարական չես, եւ անի ինքնի մրցած ժողովրդավարի լավ բռնապետ, պարտված ես։ Մենք բռնապետական դրսևորումներով չէ որ կարող ենք շահեկան վիճակում լինել, ընդհակառակը մերժելով բռնապետությունը։ Եվ ինչպես ժամանակի 1700 տարի առաջ մեր հայրերը հասկացան այդ արժի համակարգի կարևորությունը, այսօրվա քաղաքակիրթ աշխարհի արժի համակարգի կարևորությունը եւ առաջինը որ մենք գտենք քրիստոնեությունը որպես պետական կրոն, այսպես էլ այսօր հաստատակ ժողովրդավարության հանրային հարաբերությունները, միջազգային հարաբերությունները նոր մակարդակի կհասնեն։ Սա մեր վերջին հնարավորությունն է։ Մարդիկ կան, որ հզոր Հայաստան են ուզում, բայց տարրական բան չեն հասկանում, որ հզորությունը սկսվում է քաղաքացիների իրավունքների ամրագրումով։ Ամերիկան երբ տեսնում է, ոչինչ չունե, ունե միայն անկախության հրապարակագիր, որտեղ մարդ է ուշադրության կենտրոնում։ Եվ այս մարդու նկատմամբ հարգանք Ամերիկան դարձրել աշխարհի ամենահզոր պետությունները։ Ընկերներիցս մեկը Ամերիկան դարձել մենք ոչ թե դեմոկրատական ենք, որովհետև հզոր ենք։ Այս դեմոկրատական ենք, դրա համար դարձանք հզոր։ Հիմա մեզ հաջողվել է հայ ժողովրդին, ես չեմ ասում ինձ, չեմ ասում հայինին, հայ ժողովրդին հաջողվել է ունենալ բացարձակ ժողովրդավարության բանաձև։ Եթե սա նույնիսկ իմ գործադրած ճիշտերի կես շախով, որևէ այս պետությունում ես գործեի անել, անպայման զարգացում կապներ։ Բայց ես եմ միամիտներից եմ, որ ասեմ ինչ լավը որ կա նախ իմ հայրենիքում լինի։ Երբ Ամերիկայի նախագահ Բուշի առաջարկեց Ամերիկայում դառնալ Ամերիկայի դեսպանը, միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հանձնաժողովում, դա շատ կարևոր բան է, եւ կարող է Հայաստանին հագին օգուտներ բերի։ Բայց չէ։
տրամադրված եւ ոչ բարեկամական տրամադրված մարդիկ ասում են Հայաստանը առաջին պետությունն է, որը ունել այսօրվա քաղաքական աշխարհի մի քանիսացով քրիստոնեական արժանապատվը ոչ միայն կրոնը, այլ արժանապատվը։ Նույնիսկ ուզում եմ որ սա կոչվի հայկական ժողովրդավարության տարբերակ։ Եվ դա ասում փոքրությունների միջով ինձ ազգացնելու պահերը հասկացան որ դա է կարևոր, որովհետև երբ ասված ասես Պողոս առաքյալի խոսքերն են ասես Աստծո առաջ չկա տեր, չկա տանա, չկա հետանում, չկա հրեա, չկա կին, չկա տրամար, ակին Աստծո առաջ բոլորը հավասար են։ Այդ պահին ամենակարևոր հարցում, երկրի կառավարմանը մասնակցելու հարցում, քաղաքացիների իրավունքները ոտնահարողները պարզապես հաստատում են։ Ես շատ տխրում եմ, կասիչե ոչ եկան կանդավարության պատել։ Ես Սերժ Սարգսյանը Գագիկ Հարությունյանին հանձնարարում էր, Գովակ հայիկանի նախագիծը հանգարքի քննարկել, որ դա քննարկել, հետո ես չեմ կարող մնալ իշխանության, չեմ կարող նորից իշխանության գալ։ Արեք քննարկել դա ես տարբերակը, Մուսովինիի տարբերակը։ Դա մեծագույն հանցագործություններ, որ որևէ հայ կարող էր իրականացնել հայկական հանրությունը։ Երբ հետո եկավ Նիկոլ Փաշինյանը ասել, նրանց տարածելով, այս սահմանադրությունը գրված է Սերժի հարկով, հետո եկավ փորձել տեսամոլի հարկով է, ավելի լավ է հարկով, ասել չէ, գետե Մուսոլինին, նա էր իմ նման ճաշկվում էր, կարկում էր մարդկան, ասել արտախներն է, և է, արտախ փոյթի դուրի, և է, այդ մարդը մարդու պրեսպետի, սահմանադրության սինար, և ես վիգիր թշնամին ընկալված լինեի։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց ովքեր այսօր ասել, մասնակցեցին, հանդիպմանը ավելի ցույց է, քան հավաք կամ նույնիսկ հավաք։ Մենք այդ ներկայացնել որպես ցույց, այսինքն այսօր այստեղ գնացող եկող մարդիկ, կարծալով այս պաստառների վրա գրվածները, մտածում են, որ այ ինչ լավ է, ես տալը սուրճ խմելու, ընկերուց ասում էի չէ, ոչ հարկային չերուր։ Այս մարդիկ կամ որ եկել այս պաստառով նամդել են։ Ես ասում էի, ամեն ինչ խախտում են։ Ամեն ինչ իքները տասնավակի բարձրացնեցին։ Սոցիալական Հայաստանում են սիրիչակ որսում, ում է որ կապվածության մեջ են։ Այդ այնտեղ մեկ արդեն գրել դրամատիկ։ Ես ասացի, որ ռազմագերիների ունենալ և խաղութեն մասի խոսելը ստովություն է, բայց վախեցա բարձրացնեն ասել։ Այս ինչ լավ է մարդիկ գրել է, այսպես չկարունակ։ Շնորհակալություն բոլոր են հայ մարդկանց, ովքեր բոլորի պարտականությունը վերցրել են իրենց ուսերի։ Նրանք նման են, անունը չկան, ես չեմ որ այդ անունը պետք է տամ։ Այդ գերագույն բարձրություն չի, որ ասում են, ես ձեր փոխարեն իմ մեղքերը վերցնում եմ իր վրա։ Այսօր այստեղ ամեն ինչ պարտադակի բոլորի փոխարեն հանդես է գալիս, բայց որևէ բան հայ իրականության մեջ և որևէ իրականության մեջ փոխվի, երբ արդյունքին են իրենց պարտականությունները են կատարել։ Այո, ինչ-որ բունում ամբողջ Հայաստանով, անկախ Հայաստան ասող 5 մարդ կա։ Մնացած բոլորը լավագույն երկու պատերիստային ինսպեկտում էին։ Այդ 5 մարդկանցից մեկն էլ Ովրետ Գորգիջյանն էր, երկրանկայիստատար ազգայիններով։ Բայց հետո այդ 5 մարդը դարձավ 2,400,000 մարդ։ Այսօր մարդ բացարձակ ժողովրդավարության հարցը ավելի կարևոր է։ Կանեն ժամանակ անկախության հարցի մասնակցումը։ Հավատացում եմ ձեզ։ Նրա առաջինը լինելով ես իրեմ ինչքան կարևոր էր անկախությունը։ Եվ այսօր մենք այստեղ ոչ իրավախախտումներ ասելիս զուգահեռաբար այս դրություններ ուղարկելով իշխանություններին։ Մենք մեր ոչ թե իմ արիքներ ենք կրում, չենք հասկանում, որ դրանք հասկանալու գունակ չեն։ Այլատակարակը, մենք շատ վերևից ենք նայում, ու ասում ենք Նիկոլ, մարդու նման է, երկու ոտք ունես, երկու ձեռք, երկու աջ, խոզեր գիտես, կարող է մի օր մարդ դառնալ, ու հասկանաս, որ դու իրավունք ունես, հայ մարդկան իրավունքների համար ոտքի կանգնած, այդ գաղափարը բարձրացնող մարդկան ընդհանրակ չէ։ Մենք հավատում ենք, որ ցանկացած մարդ մի օր դեպքի կգա, մեր ծրտած թագավորը քրիստոնյա կուսերի հետապնդում է, հետո դեպքի եկավ, չէ՞։ Դրա համար մենք չենք զրկում որևէ մեկին, որովհետև քրիստոնեությունների արժանապատվն է։ Չենք զրկում որևէ մեկին ապաշխարելու, մարդ դառնալու հնարավորությունից։ Մեր ուզած ընդհանրապես մի բան է, որ մարդակերտները մարդ դառնան։
Երեքային ծանություն ունեն։ Մտածեմ, որ այն ինչ-որ Հայրիկյանն ասում է, Հայրիկյանի ընկերներն ասում են, հայմականները, առողջ բանական մարդիկ ասում են ոչ միայն իրենց համար, իրենց երեխաների համար, այլ նաև ձեր և ձեր երեխաների համար։ Ուրեմն ամսի 18-ին մենք պետք է ասեն լուրջ մոտենանք խնդրի, քաղաքացիներին են դիմում, բոլոր քաղաքացիներին։ Մի մտածեք, թե ուրիշները ձեր փոխարեն, ձեր իրավունքները մի պաշտպանեն, ուրիշները պիտի ձեր նկատմամբ իրականացված իրավախախտումների մասին խոսեն։ Բոլորս պարզ ու պարտականություն ունենք, եթե դուք ձեր երեխաների համար չեք կարող Փետրվարի 18-ին աշխատանքից երկուգամություն դուրս գալ և գալ միանալու Հայաստանը ավելի լավ երկիր դարձնելու ձեր ընդհանրական պահանջին, ապա դուք ոչ ձեր երեխաներին եք սիրում, ոչ էլ հասկանում եք, թե ինչքան կարևոր է այսօրվա ձեր շրջանը։ Ես որևէ մեկի քննադատել չեմ ուզի, բայց ստիպված եմ որոշ դեպքերում ասել, որ երբ դու քո պարտականությունները չես կատարում, ուրեմն վախենում ես։ Եթե վախենում ես ու ոչ թե վախենում ես Աստծուց, այլ վախենում ես ինչ-որ բաների, նշանակում է քո ճակատագիրը արդեն նախասահմանված է։ Փետրվարի 18-ին ժամը 5:19-ին մենք այստեղ կհանդիպենք։ Ինչ այդ հստակ կլինի, թե մեր բարյացակամորեն Նիկոլ Փաշինյանին ուղղված հանրագիրը 10-րդ անգամ մենք այս անգամ տեղ չենք թողել, որ ասեն, գիտեք, դուք այստեղ նշում եք, որ նախորդ անգամը ինչորն եք ուղարկել, բայց մենք չգիտենք դա ուղղել։ Այդպիսի բաներ չկան, ընդամենը տրված է հայեցակարգ և նախագիծ։ Ու այնտեղ ասված է, դու 5 տարի գլուխ կոտրեցիր, 7 տարի էլ խաբեցիր, որ վերջից Սերժի։ Վերջից Սերժինը գիտեք ինչ է։ Դա նշանակում է վերջից Սերժի սահմանադրությունը։ Խաբեցիր 7 տարի խաբում ես, խախտում ես ուսակցությունների սահմանադրական օրենքը, բայց ասված քեզ է, դրա մասին հետո կզբաղ խոսենք կամ չենք խոսենք, կզբաղվենք դրանով կամ չենք զբաղվենք, բայց այսօր դու ստացել ես պատրաստ հայեցական, որը քո մասնագետները գլուխ ջարդեցին իշխանության պատրաստ։ Ստացել ես համարտունում բարեփոխումների նախագիծ։ Ես բան չեմ ասում, ոչ թե մեղադրում եմ։ Ես մի լավ գործնարար։ Գիտեք ինձ համար ինչն է խորհրդանշական։ 98 թվականին, հիշում եք, Լևոն Տեր-Պետրոսյանը ասել հարցերին ով է ձեր քաղաքական միջավայրը, նա էր ասել Պարուհի Հայրիկյանը։ Դեպի մասին է խոսքը, Պարուհի Հայրիկյանը։ Բայց նույն Լևոն Տեր-Պետրոսյանի Պարուհի Հայրիկյանը առաջարկում է, լսիր, եղբայր, դու եթե որոշել ես հրաժարական տալ, արի մի հատ կարգին ընտրություն կազմակերպի։ Մի կարգին արդար ընտրություն։ Ո՞ր հրաժարական։ Այսինքն այդ հարցում է պատմում է ասել չէ։ Որև եթե մեկին իդեալ է համարում, որև մի անգամ պիտի լսել։ Հիմա այս Նիկոլ Փաշինյան կոչվածը ասում է հայ իրականության մեջ ամենաչգնահատված գործիչը Պարուհի Հայրիկյանն է։ Այդ փոքրիկ, ես բաստա վիճակներ հիմա գնահատել, ես գնահատել։ Ես չեմ ասում էի, ոչ եմ կարող եմ ոչ էլ հավեցնում եմ։ Պաշտոնի բանի մասին չեմ։ Հա, բանը, պրոստը չեմ իշ։ Ես խոսում եմ մի բանի մասին։ Հայաստանը դարձնենք աշխարհի ամենալավ երկիրը։ Այդ կորոտախոս, մեծախոս, ներկա որ խոսում ես սահմանադրության մասին, ժողովրդավարության մասին, ես պատրաստի բանաձև է տրված։ Բանաձև, որ տարբեր ազգերի մասնագետները արդեն օգտագործում են։ Ամերիկյան մասնագետները նույնիսկ տխրել էին, այդ բանաձևով չափել էին, որ իրենց ժողովրդավարությունը 70% է, Արգենտինայի 75%, ոսկե պետական համակարգի մասին։ Դες էլ ինչ է պես, քո անկախության պայքարի առաջնորդը իրեն թույլ է տվել գալ քո նման ստախոսի մարդու տեղ դնել։ Դա դուք ես մարդու տեղ չես դնում, ես քեզ մարդու տեղ եմ դրել։ Եկել եմ ասեմ, որպես մարդ քննարկից է, եղբայր, մենք քո դաշնամիջն կարող է դու քո երեխաներին իսկապես սիրում ես։ Ինչև է, անհատական, անձնական բաները մի կողմ դրած, մենք մեր պարտքի կատարել ենք, կատարում ենք, ու եթե ունենանք այդ բարի Աստո բարի հարցությունը հետո ես կատարենք, այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Բարի ջանը բանը բերես։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել, շնորհակալություն հայտնել։ Ուզում եմ մեր և
միջոցների կոստուվերը եկան արդյունավետ։ Էպես որ նկատիում ես որ ինիցիատիվ այս մեր ուժերին ոդիկներին ասեք հանեցեք, այսօր ստիազն հարաստողն է, Շնորհավորում ենք մեր ժողովրդին, դա իրոք ընդհանրած գնալու գիտեք մեր մոտ ավանդույթ է սրակիրոսները, բայց մենք այսօր հենց այդ գործողությամբ ենք իրոք ընդհանրած ենք։ Ուրեմն կապում եք Իգիլ Շաշիկյանի հետ, մեր շապի պատասխանատու Կարեն Վարդերյանի հետ և ճշտում եք որտեղ ինչպես ստանել, մենք պիտի միասին աշխատենք։ Փետրվարի 18-ի միջոցառումը հենց նախատեսել ենք անց 10-ին Նավակապետարանը իրազեկված է, ինչ-որ փոքր դերություն կատարվում է Հայաստանի ուղղել։ Մեկ էլ ուզում եմ նշել, որ այսօր այստեղ վարչական մեր ընկերներին վարչական վիզեր եք։ Շատերը զանգարել ասում են, որ ժամը հարմար չէ, բայց փետրվարի 18-ի համար, փետրվարի 18-ին 1985 Մարտերը լծված էին ավսիկ մարդկանով, մոլշևիկները որոշել էին Ռուսաստանում եղել են տերրոր, Հայաստանում էլ պիտի լինի։ Բայց այդ օրը մարդիկ ոչ թե երկու ժամ գործից դուրս եկան, այլ ընդհանրապես ամեն ինչ թողեցին, դուրս եկան և ազատագրեցին Երևանը, հրկեցին այդ մարդկանց կյանքերը և մեր վերադարձին մեր արժանապատվության զգացումը։ Դա այնքան կարևոր քայլ է, որ 69 թվականին ես որպես ազգային ներկայացում կազմության ղեկավար 69 թվականին պատերազմում եմ, 7 տարի առաջ 12 եթերյանների այդ օր ընտրեցի, որն է մեր պայքարը դա էր խորհրդանշում, այ մարդկանց ազատվածիությունը։ Դրա համար է փետրվարի 18-ը ընտրված։ 87 թվականին այմը առաջին անգամ դուրս եկավ, մենք դարձյալ փետրվարի 18-ը Հիմա է փետրվարի 18-ը այս տարի փետրվարի 18-ին կհանդիպենք ու կտեսնենք ուր եք դարձնում որպես ժողովուրդ։ Շնորհակալություն ձեզ, Աստված բոլորին պահապան։